Այսօր մեր նախընտրական քարոզարշավը մեկնարկում է համայն հայության հոգևոր մայրաքաղաք Էջմիածնից։ Էջմիածինն է, որ միավորում է հայության հոգիները, իղձերը և արժեքները, և տրամաբանորեն հենց Էջմիածինն է, որ այսօր նորից դարձել է նույն այդ հայության արժեքների պահապան վահանը, ինչպես որ դարեր շարունակ պահպանել է մեր հավատը, ինքնությունն ու ազգային արժանապատվությունը։ Մեկնարկելով մեր քարոզարշավը, կուզեմ նախ ողջունենք Հայաստան դաշինքի քաղաքական ամբողջ թիմին, իդեմս մեր պատգամավորների, ովքեր 5 տարի շարունակ օր ու գիշեր չեն լքել քաղաքական պայքարի իրենց առաջնագիծը, մերկացնելով և ժողովրդին ցույց տալով այս իշխանության հակահայ քաղաքականության դրսևորումները, ովքեր 5 տարի շարունակ իրենց անձնական կյանքը մի կողմ դնելով պայքարել են իշխանության ճնշումների և հարձակումների դեմ, ովքեր չեն նահանջել և այսօր առավել արժանապատիվ կերպով կանգնած են մեր ժողովրդի առաջ, որ եկել են այսօր պայքարը մինչև վերջ հասցնելու և հայոց պատմության այս ամոթալի էջը վերջնականապես շրջելու։ Ողջունեք մեր ընկերներին։ Այսօր այս թիմին միացել են նոր համակիրներ, նոր անդամներ, այսօր քաղաքական այս միավորման մեջ իր կարևոր նշանակությունն է ունեցել առաջ կուսակցությունը համալրելով դաշինքը ձևավորող կուսակցությունների ցանկը։ Ողջունենք նաև առաջ կուսակցության մեր ընկերներին։ Սիրելի հայրենակիցներ, այսպիսով այսօր այստեղ ենք վերահաստատելու, որ Հայաստան դաշինքը անցնելով քաղաքական դժվարին ճանապարհ ամուր կերպով եկել է նորից ստանձնելու անվտանգ և արժանապատիվ Հայաստան կերտելու քաղաքական պատասխանատվությունը։ Այսօր հասարակությունը սպասում է ոչ թե զորեղ խոստումներ, այլ հստակ պատասխաններ անվտանգության, կայունության և արդար կառավարման արժանապատիվ ապագայի մասին։ Հայաստան դաշինքը եկել է ոչ թե խոստումներ բաժանելու, այլ վերականգնելու վստահությունը, համախմբելու հասարակությանը և կառուցելու այն Հայաստանը, որին արժանի են մեր սերունդները։ Եվ այս ամենը իրականացնելու ճանապարհին շատ կարևոր է, որպեսզի հիշենք մեկ բան, որ այս ամենը մենք կարող ենք միասին։ Խոսքը փոխանցում եմ Հույդա Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ ընկեր Իշխան Սաղաթելյանին։ Ողջույն հարգելի հայրենակիցներ։ Սիրելի հայրենակիցներ, այսօր Հայաստան դաշինքը իր ընտրարշավը սկսում է Հայաստանի հոգևոր կենտրոնից Էջմիածնից։ Մենք մեր երթը սկսում ենք այստեղից և դա պատահական չի, դա իր մեջ ունի խորհուրդ, ունի բովանդակություն, ունի իմաստ։ Այսօր մեր ինքնությունը վտանգի տակ է և այդ ինքնության կրողը, պաշտպանողը հայ առաքելական Սուրբ եկեղեցին վտանգված է և թիրախի տակ։ Այսօր Հայաստանի տարածքային ամբողջականությունը խաթարված է, ինքնիշխանությունը վտանգված, հանձնված օտարներին, որոնք Հայաստանի վարչախմբի հետ պայքարում են մեր ինքնության դեմ։ Հայաստան դաշինքը մեր ժողովրդին ներկայանում է ծրագրով, թիմով երկիր այս իրավիճակից դուրս բերելու համար։ Մենք ունենք նախընտրական մեր ծրագիրը կազմված է 6 սկզբունքների վրա։ Այդ սկզբունքներն են անվտանգ և մրցունակ Հայաստան, համերաշխություն,
ազգային ինքնության վրա հիմնված պետություն, համահայկականություն, աշխատանք և գիտություն։ Այս արժեքների ու սկզբունքների վրա մենք միասնաբար այս թիմով, մեր ծրագրով կտրելու ենք այս նվաստացման, ողբերգության, զիջումների շղթան և միասին երկիրը դուրս բերենք այս իրավիճակից։ Համաձայն եք։ Կարող ենք։ Միասին։ 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 Սիրելի հայրենակիցներ, այս օրերին որոշները կասկածի տակ են դնում մեր դաշինքի նպատակները։ Շատ ուղիղ ասում եմ, 135 տարվա կենսագրություն ունեցող քաղաքական ուժը, մեր ժողովրդին հաղթանակներ բերած նախագահ Քոչարյանը այլ մոտիվացիա չունեն, քան երկիր այս ճգնաժամից դուրս բերելը։ Մենք չենք գնում մանդատների կամ պաշտոնների հետևից, մեզ այս հրապարակ է բերել, մեր ժողովրդի առջև մեր պատասխանատվությունը, մեր անցյալը և ապագայի նկատմամբ մեր պատասխանատվությունը։ Սիրելի հայրենակիցներ, ձեր ընտրությունը շատ պարզ է, մի կողմում կանգնած են հայրենիքի դավաճանները, մյուս կողմում ազգային պետական գործիչները, մի կողմում կանգնած է հայ առաքելական սուրբ եկեղեցին, մյուս կողմում տիրադավները, մի կողմում կանգնած են Արցախ հանձնածները, Թուրքի առաջ ծնկի եկածները, մի կողմում կանգնած են Արցախ ազատագրողները։ Մի կողմում այլասերված բարքերն է, մյուս կողմում ազգային արժեքները և ավանդույթները։ Մի կողմում պատերազմը և պարտությունն է, իսկ մյուս կողմում հաղթանակ և խաղաղություն բերողները։ Եվ վերջապես, մի կողմում Ադրբեջանն է, Ալիևով ու իր Նիկոլով, մյուս կողմում հայ ժողովուրդն է, Հայաստանը և Հայաստան դաշինքը։ Մի կողմում անգրագետ, տգետ, անինքնասեր անդեմ սրիկաներն են, մյուս կողմում արժանապատիվ իրենց խոսքի տեր այս մարդիկ։ Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ, քույրեր, եղբայրներ, ծնողներ, ձեզ ամեն օր համոզում են, որ այլևս ելք չկա, դուք պարտված եք, դուք խեղճ, անճար, անկարող ժողովուրդ եք, ձեզանից գողացել են մեր խորհրդանիշերը, մեր հաղթանակները, այսօր մայիսի 8-ին մենք Շուշի ազատագրության օրը չենք կարողանում նշել, մեզանից գողանում են մեր անցյալը, մեր հռչակագիրը, սիրելի ժողովուրդ, ձեզ ամեն օր ասում են, որ ձեր զավակների անվտանգության երաշխավորը ձեր զավակների դահիճն է։ Բայց մենք այս ժողովուրդը չենք, մենք ցեղասպանություն տեսած, բայց առաջին հանրապետություն կերտած ժողովուրդ ենք, մենք Արցախ ազատագրած ժողովուրդ ենք, մեր անկախության համար ամեն ինչ արած ժողովուրդ ենք։ Դուք կարող եք լավ ապրեք, հայ մարդը կարող է ապրել անվտանգ, ժողովրդավար, մրցունակ, հզոր տնտեսությամբ Հայաստանում։ Մենք կարող ենք դա անել ու անելու ենք միասին։ Ընտրիր Հայաստանը, կանգնիր Հայաստանի կողքին, կտրիր այս զիջումների շղթան և գնա քո երազանքների հետևից։ Հայաստան դաշինք համար 17։ Շնորհակալ եմ։ Միասին! Միասին!
Մենք ընտրում ենք։ Մենք ընտրում ենք։ Սիրելի հայրենակիցներ, երբ ասացին, որ քարոզարշավը մեկնարկելու ենք Էջմիածնից, անմիջապես վստահ եմ, որ շատերս հիշեցինք նաև այն հանգամանքը, որ բոլորովին վերջերս հենց Էջմիածին քաղաքում, Էջմիածին քաղաքը իրեն հարիր արժանապատիվ պատասխանը տվեց գործող հակազգային ռեժիմին։ Հենց Էջմիածին քաղաքում իշխանությունը ստացավ Էջմիածնի քաղաքացու կողմից ապտակը քվեի տեսքով։ Եվ իհարկե այս գործում իր անուրանալի եւ մեծ դերն է ունեցել մեր ընկեր Սևակ Խաչատրյանը։ Խոսքը փոխանցում եմ առաջ կուսակցության նախագահ Սևակ Խաչատրյանին։ Անկեղծ ասած մի փոքր դժվար է ընկեր Իշխան Սաղաթելյանից հետո այս էմոցիաները պահելը, ամեն դեպքում կփորձեմ։ Նախ ողջունում եմ բոլորիդ, շատ ուրախ եմ եւ զգացված, առավել հպարտ եմ, որ Հայաստան դաշինքի ընտրաշավը սկսվել է հենց համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածնից, իմ հարազատ քաղաքից։ Արդեն իսկ նշվեց, որ ամիսներ առաջ մեր թիմը վաղաշաբաթի ընտրություններում Էջմիածնեցիների, վաղաշաբաթցիների կողմից ստացավ ավելի քան 10,000 քվե։ Եվ ես գիտեմ, որ դրանք քվեներ չէին ուղղակի, կապված միայն համայնքի հետ։ Այդ քվեները մարդկանց պահանջն էր, իսկ պահանջը մեկն էր՝ ազատվել այսօրվա իշխանություններից, երկրում հաստատել բարոյական եւ իրական սիրո մթնոլորտ, որտեղ եղբայրը եղբոր հետ թշնամի չի լինելու, որտեղ քաղաքական հայացքների համար մարդկանց եւ իրենց հարազատներին աշխատանքից չեն ազատելու, որտեղ մարդկանց շինթույլտվությունները չի տրվելու քաղաքական կողմնորոշումից ելնելով, որտեղ ոտնատակ չի արվելու մեր սրբություններն ու արժեքները։ Մենք պատարակներին ու ժամերգություններին մասնակցելու ենք որպես հայ առաքելական եկեղեցու իրական հետևորդներ, ոչ թե հոգևոր արժեքներ պղծողներ ու քանդողներ, ոչ թե ամենայն հայոց կաթողիկոսների գերեզմանները ոտնակող անողներ։ Եվ իհարկե քաղաքացուն նայելու ենք որպես բարձրագույն արժեքի, այլ ոչ թե որպես քվեի։ Ես չեմ ուզում ներկայացնել թիմը, դուք բոլորի լավ ճանաչում եք, առավել եւս մեր թիմի առաջնորդին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Դուք եղած քաղաքական թիմերի կուսակցությունների մեջ չեք կարող գտնել ուրիշ մեկին քաղաքական առաջնորդներից, որն ավելի լավ իմանա այս երկրի խնդիրներն ու խնդիրները։ Ես ձեզ ասում եմ, մենք չենք կարող չիրականացնել մեր խոսք տվածը, քանի որ մեր դաշինքի ղեկավար երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր կառավարման տարիներին չի տվել այնպիսի նախընտրական խոստում, որը կյանքի չի կոչվել։ Դուք գետ մեկը չեք կարողանալու գտնել։ Միշտ խոստացվել է քիչ, բայց իրականացվել է կրկնապատիկն ու եռապատիկը։ Մեր թիմում Հայաստան դաշինքում մարդիկ են, ովքեր սրտիկներով ու ստվարաթղթե քարտեզներով չի, որ ցույց են տալիս իրենց արժեքները։ Մենք եւ մեր առաջնորդը սրտիկներ չենք անում։ Մենք երբեք մեր կատարած աշխատանքը ձեր աչքը չենք մցրել եւ չենք մցնելու, չենք գոռացել, այլ լուր մեծ պատասխանատվությամբ եւ աշխատասիրությամբ նվիրումով կառուցել ենք երկիր, որտեղ մարդիկ երջանիկ են եղել, սիրել են իրար, աշխատել ու արարել են, ապրել են իրենց բարձր ու վեհ ազգային արժեքներով։ Հայաստան դաշինքը գալիս է նախ եւ առաջ իսկական հայկական մթնոլորտ հաստատելու, գալիս է, որ վերջապես վերջ դրվի այս թշվառ իրականությանը, այս ազգային նվաստացումներին, հեշտ չի լինելու։ Մենք այս 8 տարիների ընթացքում սրանց բերած ավերածությունների այսբերգի գագաթն ենք տեսնում դեռ։ Իսկ թե սրանք իրականում ինչ աստիճանի վնաս են հասցրել մեր պետությանը, մենք դա դեռ նոր ենք տեսնելու իշխանափոխությունից հետո։ Բայց այս ամեն ինչը հաշվի առնելով, հաղթանակի դեպքում մենք երբեք անցյալի գերին չենք դառնալու։ Չենք ասելու նախկիններն են մեղավոր, չենք ասելու մեզ թալանել են, չենք ասելու
նոր արված ասֆալտը քանդվեց, որովհետև ձմռանը ցուրտ էր եւ ձյուն։ Մենք վերցնում ենք պատասխանատվությունը մեզ վրա, տղամարդավարի, ու նորից եմ կրկնում, մենք ու մեր առաջնորդը մեր խոսքին ու խոստումներին վերաբերվում ենք տղամարդու պես։ Պարզապես մենք այն դաստիարակությունը չենք ստացել, որ խաբենք ձեզ, պարզապես մենք այդ մարդիկ չենք, որ քվե կորզելու համար ձեզ ոսկե սարեր խոսք տանք, իսկ հետո մեղքը գցենք ուրիշների վրա։ Տվեք մեզ ձեր վստահությունը, օգնեք հաղթել եւ պահանջեք մեզնից, որպեսզի միասին բոլորով, բանվորից մինչև գործարար, հավաքարարից մինչև ուսուցիչ, հողագործից մինչև համայնքապետ, շարքային քաղաքացուց մինչև երկրի ղեկավար, միասին կառուցենք այն երկիրը, որի համար մեր զավակների առջև գլխիկոր չենք լինելու, միասին ենք կառուցելու մեր մեծ թիմով, մեր մեծ ընտանիքով, իսկ այդ թիմն ու ընտանիքը մենք ենք, բոլորս, այս հրապարակում գտնվող եւ չգտնվող յուրաքանչյուր քաղաքացի։ Եվ ես վստահ եմ, որ այս ամենը մենք միասին կարող ենք։ Այո, քանի որ առաջին օրն է մեր քարոզարշավի, պարբերաբար պետքա կրկնենք, մինչև որ մեր ժողովուրդը մինչև վերջին իր քաղաքացին վստահ լինի, որ միասին կարող ենք, միասին։ Սիրելի հայրենակիցներ, խոսքի սկզբում առիթ ունեցավ ողջունել Հայաստան դաշինքի պատգամավորներին։ Դե ինչ, այս պայքարը վստահաբար նույն համառությունը չեր ունենա առանց մեր Քրիստինե Վարդանյանի։ Խոսքը փոխանցում եմ ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին։ Ողջույն սիրելի հայրենակիցներ։ Այսօր մայիսի 8-ն է, ուղիղ 8 տարի առաջ այս օրը մեզ խոստացվեց երկրային դրախտ, բայց բացվեց դժոխքի դարպասները։ Ես անգամ չեմ ուզում հերթով թվարկել բոլոր այն արարքները, որոնք տեղի են ունեցել այս 8 տարիներին։ Դուք դա տեսել եք ձեր սեփական աչքերով, բայց ես մի քանի պարզ հարց ունեմ ձեզ։ Սիրելի հայրենակիցներ, դուք համաձայն եք, որ Ադրբեջանն է մեր անվտանգության երաշխավորը։ Դուք համաձայն եք, որ մենք ծպտում պիտի չհանենք, երբ մեր եկեղեցիները քանդվում են։ Իսկ դուք համաձայն եք, որ սրբապիղծները, մանկապիղծները Հայաստանում պիտի չկալանավորվեն, բայց սրբազանները պիտի կալանավորվեն։ Մենք էլ համաձայն չենք, հաշտ չենք ու եկել ենք փոխելու հենց այդ իրականությունը։ Սիրելի հայրենակիցներ, այս իշխանությունը ձեզ էլ ասելու բան չունի, դրա համար էլ ձեր հետ խոսում է վախերի լեզվով։ Նրանք ձեզ ասում են, որ եթե մենք գանք, Նրանք ձեզ ասում են, որ եթե մենք գանք, վերադառնալու է անցյալը, բայց սիրելի հայրենակիցներ, մենք այստեղ չենք եկել անցյալը վերադարձնելու, մենք ձեզնից քվե չենք խնդրում, որպեսզի ետ գնանք, այստեղ ապագան կառուցողներն են, այստեղ մարդիկ են, ովքեր եկել են ձեզ վերադարձնելու ձեզնից գողացվածը, ձեր արժանապատվությունը, ձեր հպարտությունը, ձեր թասիբը, ձեր հայրենիքը։ Մեզ մեղադրում են, որ եթե գանք պատերազմ ենք բերելու, բայց նրանք մոռանում են, որ մենք խաղաղություն բերողներն ենք, մենք ինքնիշխանության պաշտպաններն ենք, որովհետև մենք ամենալավը գիտենք դրա գինը։ Խնդրում եմ ձեզ, նայեք այս հարթակին, նայեք այս թիմին, այստեղ ամեն մեկը կամ զոհ ունի պատերազմից, կամ ամեն անգամ, երբ վտանգ է սպառնում Հայաստանին, հայտնվում է առաջնագծում։ Մյուս կողմում մեկն է, ով իշխանություն պահում է, ով ձեզ վախեցնում է,
պատերազմով։ Հիմա հարցրեք, ում է պետք խաղաղությունը, ով կարող է խաղաղություն բերել, մենք թե նրանք։ Ի վերջո, հարցնենք ինքներս մեզ ինչ է պետք, խաղաղություն այո, բայց խաղաղությունը կարող է լինել նաև գերեզմանում, մեզ գերեզմանային խաղաղություն չի, որ մեզ պետք է անվտանգություն, ով կարող է ապահովել մեզ համար անվտանգություն, Հայաստան դաշինքը, վերջապես, ասում են ընդդիմությունը չունի լուծում, սիրելի հայրենակիցներ, այդ լուծումները այսօր դուք տեսնում եք այս հարթակում, նայեք այս հարթակին, լուծումը կամակատարի փոխարեն բանակցող ունենալն է, լուծումը մայրաթոռի վրա հարձակվելու փոխարեն այն պաշտպանելն է, լուծումը թմրամոլությունը խրախուսելու փոխարեն այն արմատախիլ անելն է, ու մեր քաղաքացին պիտի հարցնի, որն է այն թիմը, որ կարող է բերել այդ լուծումը։ Ամենայն հարգանքով բոլոր ընդդիմադիր ուժերի նկատմամբ, հիմա փորձարկումների ժամանակը չէ, մի այդպիսի փորձարկում փորձանք դարձավ մեր գլխին, հիմա փորձառության ժամանակն է, որ պիտի մեր երկրին բերի անվտանգություն, կայունություն, Եվ վերջում, սիրելի երիտասարդներ, ուզում եմ դիմել հատկապես ձեզ ուզում են համոզել, որ ամեն ինչ որոշված է ձեր փոխարեն, սուտ են ասում, Հայաստանի ապագան չի որոշվում Բաքվում, չի որոշվում Անկարայում, չի որոշվում Մոսկվայում, Վաշինգտոնում, որևէ մայրաքաղաքում, Հայաստանի ապագան որոշվում է Էջմիածնում, Հայաստանի ապագան որոշվում է Երևանում, Հայաստանի ապագան որոշվում է Կապանում, Հայաստանի ապագան որոշվում է Հայաստանում։ Ու եթե դուք հունիսի 7-ին ընտրեք Հայաստանը, բոլորը հաշվի են նստելու ձեր ընտրության հետ, որովհետև աշխարհը հարգում է իրեն հարգողին, աշխարհը հարգում է իր սահմանը պաշտպանողին, աշխարհը հարգում է արժանապատվություն ունեցողին, ու մենք պիտի կառուցենք հենց այդ երկիրը, պիտի կառուցենք միասին, շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, ետ չմտնալով ժամանակակից լուծումներից առաջարկում ենք այս պահին այստեղ մեկնարկել մի ֆլեշմոբ, որի միջոցով կփորձենք արտահայտել նաև սոցիալական հարթակներում, որտեղ որ հազարավոր եւ միլիոնավոր մարդիկ վստահ եմ հետևում են մեզ բոլորիս, որտեղ կփորձենք արտահայտել, թե ինչ է մեզ համար Հայաստանը, որտեղ կփորձենք ներկայացնել, թե ինչն է մեզ համար մեր հայրենիքը, մեր հայրենիքը մեր ընտանիքն է, մեր հայրենիքը մեր պետությունն է, մեր հայրենիքը մեր հերոսներն են, մեր հայրենիքը մեր եկեղեցին է, մեր արժեքներն են և մեր երազանքները, որ ինչպես Բագրատ Սրբազանն էր ասում, ավելի մեծ են, քան մեր վախերն ու մնացած բացասական երևույթները։ Ես առաջարկում եմ այստեղից հենց յուրաքանչյուրս մեկ նկար անենք, նշելով, թե ինչն է մեզ համար մեր հայրենիքը և ապա մի կարճ հեշտեգ օգտագործելով նշենք, որ ես ընտրում եմ Հայաստանը համար 17։ Առաջին նկարը ինձնից։ Այո, առաջարկում եմ բոլորս անենք հենց այս պահին, ողողենք սոցիալական հարթակները, ես արդեն Facebook մուտք գործելով տեսա, որ ինձնից առաջ եղել են մարդիկ, շատ ավելի լավ։ Այո, նշենք հետևյալ հեշտեգը, ես ընտրում եմ Հայաստանը համար 17։ Մենք ունենք այդ ժամանակը։
Շնորհակալություն բոլորիդ, խնդրում եմ, բոլորս անենք մեկ մարդու պես եւ տարածենք։ Մեկ անգամ եւս հիշենք, որ ցանկացած բան միասին իրապես կարող ենք անել։ Սիրելի հայրենակիցներ, իրապես Հայաստան դաշինքը դարձավ այն քաղաքական եզակի միավորը, որտեղ կանայք իրենց համարձակությամբ եւ պայքարի ոգով երբեք չզիջեցին տղամարդկանց։ Եվ այս համատեքստում իհարկե միշտ կարելի է առանձնացնել Աննա Գրիգորյանին։ Խոսքը փոխանցում եմ Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին։ Շնորհակալ եմ շատ, ողջույն սիրելի հայրենակիցներ։ Ուզում եմ նախ եւ առաջ յուրաքանչյուրից շնորհակալություն հայտնել անցնող տարիների ձեր համառ պայքարի համար եւ ասել, որ առաջիկա ամիսն իսկապես ճակատագրական է լինելու եւ մենք միասին կարող ենք չէ՞ հաղթահարել այս փորձությունը։ Սիրելի հայրենակիցներ, ուղիղ 8 տարի առաջ մի խումբ մարդիկ եկան իշխանության սիրո եւ համերաշխության լոզունգներով։ Արդյունքում ժամանակը ցույց տվեց, որ սերն ու համերաշխությունը բաժին հասան Ալիևին եւ Էրդողանին, իսկ մեր ժողովրդին բաժին հասավ պառակտումը, միմյանց նկատմամբ ատելությունն ու թշնամանքը։ Հիմա վերջինս Էրդողանից նվեր ստացած գիրքը կրծքին է սեղմում, իսկ Արցախի ջարդերի մասին նվիրված գիրքը համարում է սադրանք։ Ժամանակին հպարտությամբ ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ, հիմա նույն ցինիկ հպարտությամբ ասում է Արցախը Ադրբեջան է եւ վերջ։ 8 տարի առաջ Շուշիում պար էր բռնում ու հետո Շուշին անվանում դժգույն ու դժբախտ։ Մի ժամանակ Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի եւ մյուսների հետ մի սեղանին հաց էին կիսում, իսկ այսօր, երբ մեր երկրում Ալիևը նրանց ռազմական հանցագործ է անվանում, չի համարձակվում նույնիսկ մի ծպտուն հանել։ Սա ուղղակի խայտառակություն է։ Ուղիղ 8 տարի առաջ մեր ժողովուրդը հպարտանում էր Արցախյան հաղթանակով, իսկ այսօր մեզ ասում են, որ մեր հպարտության առիթը պետք է լինի Կիրանցի պատը, Կիրանցի ճաքած պատը։ 8 տարի առաջ կաթողիկոսի հետ սելֆիներ էին անում ու ասում էին, որ սա պատմական նկար է, իսկ հիմա ամոթալի պատերազմ են հայտարել հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, նույնիսկ ծրագրում կետ ունեն կաթողիկոսի հեռացման համար, բայց մենք վստահաբար սա թույլ չենք տալու։ Եվ ես ուզում եմ մեզ լսող բոլորն իմանան, որ ինչպես անցնող տարիներին մենք մեր անզիջում պայքարը տվել ենք, առաջիկա մի ամսում մենք ջանք ու եռան չենք խնայելու իրավիճակը փոխելու համար։ Եվ ես վստահ եմ, որ ամոթալի այս շղթան պետք է ուղղակի կոտրել եւ մենք դա անելու ենք միասին։ 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 Մենք միասին կարող ենք ամուր պահել հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Մենք միասին կարող ենք պահել մեր ինքնությունը, մեր արմատները։ Մենք միասին վերականգնելու ենք մեր անքակտելի կապը Սփյուռքի հետ։ Միասին կարողանալու ենք ապահովել անվճար կրթություն բոլորի համար։ Միասին կարողանալու ենք հասնել նրան, որ Հայաստանից դուրս բերվեն թշնամական զորքերը, իսկ պառակտումն ու ներքին թշնամանքը ուղղակի վերանա։ Ամեն ինչ անելու ենք իշխանափոխությունից հետո օր առաջ վերադարձնելու մեր բոլոր հայրենակիցներին Բաքվի բանտից ու ես ուզում եմ բարձր ծափողջուներով ողջունենք մեր այն հայրենակիցներին, ովքեր այսօր Բաքվի բանտում են, իսկ այստեղ նստած վախկոտները չեն համարձակվում նույնիսկ ձայն հանել։ Միասին իսկապես փակելու ենք փաշինյանական պատերազմի, պարտությունների եւ նվաստացման էջը եւ հեռացնելու ենք միասին այս վախկոտ,
Ալիևի խամաճիկ իշխանություններին։ Եվ միասին վարկյան անգամ կասկած չունեմ, որ մենք միասին կառուցելու ենք անվտանգ, մրցունակ պետություն, վերականգնելով հավատը մեր պետության եւ նախ եւ առաջ ինքներս մեր նկատմամբ։ Իմ գործընկերն էլ արդեն ասաց, այս ամեն ինչը, որ ասում ենք, իսկապես պետք է նայել, թե որ թիմը կարող է այս ամենն իրականացնել։ Կարող է վստահաբար իրականացնել այն թիմը, ով ունի ամենափորձառու առաջնորդը, ամենաուժեղ, քաղաքական, գաղափարական մտքեր ունեցող թիմը։ Ու վստահաբար այդ թիմը միայն այն մարդիկ չեն, ովքեր այստեղ կանգնած են։ Այդ թիմը դուք բոլորդ եք, ովքեր անցնող տարիներին մի վարկյան հանգիստ չեն եղել, մեզ հետ կողք կողքի պայքարել են փողոցում ամենուր, եւ այս պայքարը անհետևանք չի մնալու։ Միասին կարող ենք, չէ՞։ Ուրեմն ընտրիր Հայաստանը, ընտրիր Հայաստանը, ընտրիր Հայաստանը, շնորհակալ եմ։ Սիրելի հայրենակիցներ, երբ 2021 թվականին Հայաստան դաշինքը ձևավորվեց, դաշինքի հիմնական այցեքարտը ազգային, գաղափարական, պետականամետ եւ փորձառու թիմներ։ Այսօր եւս Հայաստան դաշինքը բացառիկ է իր փորձառու թիմով, հստակ տեսլականով եւ ազգային հետագծով։ Իհարկե այս դաշինքը ամբողջական չէր լինի առանց փորձառու առաջնորդի, առանց այն մարդու, ով իր ունեցած քաղաքական, ռազմական եւ պետական կառավարման փորձառությամբ ամենապատրաստվածն է եւ իրապես ամենաանհրաժեշտը Հայաստանին։ Դե ինչ սիրելի հայրենակիցներ, Արցախի հանրապետության առաջին, Հայաստանի հանրապետության երկրորդ նախագահ, Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյան։ Ոնց եք։ Շնորհակալություն ժողովուրդ ջան։ Միջև այս ամբիոն գալը այնպես ստացվեց, որ սենց համբուրվելով են գալիս եւ այստեղ այնցենց այս կետում իմ գրասենյակի ղեկավարը Բակրատ Միկոյանը ասում է պարոն նախագահ, սարոջկա այդ վրա պամադա կա։ Ասի դու վկա ես, տիկին Բելային կասես, որ ուրիշ բան չի եղել։ Ինչումն է այս ընտրությունների առանձնահատկությունը։ Ես հետևել եմ բոլոր ընտրություններին, մի մասին մասնակցել եմ անմիջապես։ Ես չեմ հիշում եւ չի եղել, որ ընտրությունները լինեն պայքար ինքնության, եկեղեցու եւ ազգային արժեքների համար։ Չի եղել նման բան Հայաստանի պատմության մեջ։ Նաեւ չեմ հիշում, որ ընտրությունների հիմնական խոսույթը լիներ պատերազմ, թե խաղաղություն։ Սա յուրահատուկ է։ Եվ այս խոսույթը, այս երևույթը բերել են այս իշխանությունները, տարանջատելով մեր ժողովրդին, մեր պատմությունը, մեր լեռները, եւ սա չի կարող ուղղակի անհետանալ։ Այս մարդիկ մեր ժողովրդին իրար դեմ լրելու, մեր պատմությունը բաժանելու համար պետք է պատասխան տան։ Այսօր իշխանությունների հիմնական նախընտրական խոստումը դա պատերազմն է։ Սա է ասում, որովհետև ուրիշ ասելիք չունեն։ Փորձենք հասկանալ, թե ինչ են անում
ինչ են ուզում եւ ինչի համար է մտցվել այսպիսի խոսույթ մեր ընտրական այս գործընթացի մեջ։ Պետք է նաեւ ֆիքսենք, որ այսօր չբավարարվելով նրանով, որ կորցրել են Արցախը իրենց սխալ քաղաքականության պատճառով, հիմա սկսել են նորից մեզ ներքաշել մի նոր ավանտյուրայի մեջ։ Վերջի ժողովը Հայաստանում Զելենսկու հրավիրել այդ ժողով, սադրիչ հայտարարությունները, որոնք եղան այստեղ, սա կրկնեմ, նորից մեզ փորձում են ներքաշել մի նոր արձակախնդրության մեջ։ Եվ ինչի համար են սա անում։ Մակրոնին դուր գալու համար, թե կան ավելի խորքային պատճառներ։ Կա երկու պատճառ։ Առաջինը չունեն ասելիք, որովհետև ձախողել են բոլոր խոստումները եւ հիմա գտել են այդ պատերազմի սպառնալիքը, որով պետք է համոզեն մեր ժողովրդին վերընտրվելու համար։ Եվ երկրորդը ներքաշում են մի նոր ավանտյուրայի մեջ մեկ պատճառով նաև, որ եվրոպացիք աչքեր փակեն այն ամեն ինչի վրա, ինչ կատարվում է այսօր Հայաստանում։ Հետևաբար կարող ենք եզրակացության գալ միանշանակ, որ Նիկոլ Փաշինյանի ազնական շահերը աղերս չունեն Հայաստանի Հանրապետության շահերի հետ։ Մենք այս ամեն ինչին ասում ենք ոչ, եւ մենք առաջարկում ենք մեր անվտանգության մոդելը։ Ժամանակակից եւ մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ եւ հզոր դաշնակից, ուրիշ մոդելներ, մարդկությունը դեռ չի հորինել։ Սիրելի ժողովուրդ, մեզ սպառնում են պատերազմով, բայց կա մի շատ պարզ ճշմարտություն։ Պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ ագրեսորը վստահ է, որ իր հաղթանակի հավանականությունը չափազանց մեծ է։ Այլ պարագայում ոչ մի երկիր երբեք պատերազմ չի սկսում։ Եվ հենց իմ նախագահության ժամանակ Ադրբեջանի համար հաղթանակ ունենալ շանսը եղել է 0։ Հենց այդ պատճառով մենք ունեցել ենք խաղաղություն եւ արդյունավետ բանակցային գործընթաց։ Եվ մենք վերականգնելու ենք այդ իրավիճակը։ Մեր նպատակը ունենալ արդյունավետ պետություն, վերականգնել արդյունաբերություն, ունենալ զարգացած գյուղատնտեսություն։ Ժամանակին ես ցույց եմ տվել, որ հնարավոր է այս ճանապարհով շարժվել։ Եվ այսօր հնարավորությունները ավելի մեծ են, եւ հայտարարություն է, որ 8 տարում մեկ գործարան չի բացվել, մեկ նոր ներդրում արդյունաբերության ոլորտում։ Հնարավորությունը շատ ավելի մեծ է, քան մենք ունեցել ենք անցած անգամ, անցած իմ նախագահության ժամանակահատվածում։ Այսօր կա հսկայական շուկա, ԵԱՏՄ-ի շուկան։ Մենք ստե կարող ենք արտադրել եւ սպառում ունենալ այդ հսկայական մեծ շուկայում։ Բայց ինչ է անում այսօր իշխանությունը։ Վտանգի տակ է դնում հենց այդ հնարավորությունը։ Վտանգի տակ է դնում մեր ԵԱՏՄ-ի անդամակցությունը։ Հաշվի չի առնում այն հանգամանքը, որ մեր բնակչության 80%-ի բարեկեցությունը զգալի չափով կախված է այդ շուկաններից, այդ հարաբերություններից։ Մենք սա եւս մերժում ենք։ Մենք պետք է հավասարակշռված հարաբերություններ ունենանք եւ Եվրոպայի հետ, եւ Ռուսաստանի հետ, եւ Չինաստանի հետ, եւ երբեք չփորձենք խաղալ իրենց հակասությունների վրա։ Փոքր երկրի համար դա չափազանց մեծ հաճույք է, մեծ ռիսկ է, եւ մենք նման քայլերի չենք դիմելու։
Այսօր իշխանությունը դիմում է այդ քալերին մեկ պատճառով, որովհետև գնում է ընտրությունների եւ ասելիք այլևս չունի։ Մեր պետականության մոդելը լինել Հարավային Կովկասում ամենից արդյունավետ պետությունը։ Մեկ անգամ դա արել ենք, եւս անելու ենք։ Սիրելի ժողովուրդ, երկրի բյուջեն դա ժողովրդի փողն է։ Երբ այդ փողերով բան են կառուցում եւ ժողովրդի վրա մուննաթ են գալիս, անթույլատրելի է։ Երբեք դա չենք արել եւ չենք անելու։ Սա ծեր գումարներն է, այլ ոչ թե վարչապետի կամ կառավարության գրպանային գումարներ։ Կառավարությունը պետք է կաղնած լինի ժողովրդի կողքին, ոչ թե նստած լինի ժողովրդի վզին։ Սա են իրենք փորձում անել։ Եվ մենք դա թույլ չենք տալու։ Կհաստատենք կարգ ու կանոն, վստահ եղեք, հենց դա ես լավ եմ անում։ Տնտեսությունը պետք է ծառայի ժողովրդին, այլ ոչ թե հակառակը։ Տնտեսական աճը պետք է անմիջապես ազդի մեր ժողովրդի կյանքի որակի վրա։ Հենց սա են անվանում սոցիալական պետություն, եւ սա է ամրագրված մեր սահմանադրության մեջ։ Մեր մոտ հակառակն է։ Տնտեսական աճը անմիջապես արտացոլվում է ԿՊԱ-ականների եկամուտների վրա։ Կարդացեք իրենց հայտարարները։ Թույլ չենք տալու, ոնց էին ասում իրենք, հատիկ առ հատիկ հետ է գալու։ Սիրելի հայրենակիցներ, մեր մրցակցային առավելությունը այս ընտրություններում մեր փորձն է, մեր կամքն է, պայքարելու պատրաստակամությունն է եւ մենք սա ապացուցել ենք գործով։ Ոչ մեկը մեր մրցակիցների չունի այն համակցված փորձը պետական կառավարման, անվտանգային հարցերի եւ տնտեսական զարգացման գործում։ Գումարեք այս ամեն ինչին հետեւյալ հանգամանքը, որ մեր խոսքը միշտ գործ է եւ եթե մի բան ասում ենք, անպայման անում ենք։ Թող գտնեն չկատարած խոստում, չենք գտնի։ Ժողովուրդ ջան, անցյալը հնարավոր չի փոխել, անցյալը կարելի է կեղծել, բայց մենք այսօր ունենք հնարավորություն ընտրել մեր ապագան եւ ունենք մի տարօրինակ ընտրության հնարավորություն։ Ընտրում ենք Հայաստան, թե Արևմտյան Ադրբեջան։ Հայաստան, Հայաստան, Հայաստան։ Եթե ընտրում ենք Հայաստան, ուրեմն համար 17 Հայաստան դաշինք։ Եվս մեկ անգամ, միասին, 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 ապրեք, շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, մեկ անգամ եւս բարձր ծափերով ողջունենք Հայաստան դաշինքի քաղաքական թիմին։ Սա մեր երկարատև պայքարի արդյունավետ ավարտն է լինելու։ Հայաստանը, այո, վերակառուցվելու է Հայաստան դաշինքի շնորհիվ։ Համար 17 բոլորս մեկ մարդու պես
մինչև վերջ պայքարում ենք եւ հասնում մեր սպասված արդյունքի։ Միասին! 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 Մենք ընտրում ենք! Մենք ընտրում ենք! Մենք ընտրում ենք! Այո, սիրելի հայրենակիցներ, քանի որ գտնվում ենք հայոց հոգևոր մայրաքաղաքում, միանշանակ մեր քարոզարշավի մեկնարկը եւ այսօրվա ամփոփումը պետք է ունենանք Մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Երթով այստեղից շարժվենք դեպի Մայրաթոր Սուրբ Էջմիածին, որտեղ եւ կավարտենք այսօրվա մեր հավաքը։ Մենք կարող ենք, ասա մի հատ։ Մենք կարող ենք։ Հայաստան դաշինք, միասին կարող ենք, ընտրիր 17-ը, ընտրիր Հայաստանը։